Երբ 1909 թվականի գարնանը Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատարական շարասյունը բացեցին, բանակի օպերատիվ խմբի պետը գտավ թղթապանակ, որի գրիֆը նշված էր միայն մեկ բառով՝ պատժամիջոցներ։ Տասնյակ էջեր ձեռքով գրված, ուր յուրաքանչյուր տող նկարագրում էր կոնկրետ դեպք, կոնկրետ անուն եւ կոնկրետ պատիժ։ Մի զինվոր, հարբած դիրքում, պատիժ, 2 շաբաթ խրամատ փորել առաջնագծին անցումների համար։ Մեկ այլ զինվոր, գողացած ոսկե շղթա լքված տնից, պատիժ, փորել փոս, թավել շղթան եւ առանց դադարի կանգնած մնալ այդ վայրում 6 ժամ, մինչեւ իմանա ինչի համար է կռվում իրականում։ Երրորդ դեպք, զինվոր, ով փորձել է մեքենայով տուն տանել հին հեռուստացույց, պատիժ, սափրված գլուխ եւ հանրային ներողություն խնդրել ամբողջ ջոկատի առջեւ։ Այս փաստաթուղթը ստորագրել էր մի մարդ, ում անունը սարսափեցնում էր թե սեփական զինվորներին, թե թշնամուն՝ Մոնթե Մելքոնյան։ Բայց ինչու էր այս հնագետը, ով 3 լեզու խոսող ինտելեկտուալն էր, վերածվել այդպիսի երկաթյա հրամանատարի։ Արդյոք իր խստությունը փրկեց հայկական բանակը, թե ստեղծեց նոր ճեղքվածքներ ներսում։ Եվ ամենակարևորը, քանի զինվոր իրականում պատժվեց այդ անողոք կարգապահության համակարգում, եւ արդյոք դա արդարացի էր։ Մոնթեն ժամանեց Արցախ 1909 թվականի սեպտեմբերին, երբ հայկական կողմը մղում էր ոչ թե պատերազմ, այլ քաոս։ Տասնյակ ինքնագործ ջոկատներ, որոնք իրար չէին ճանաչում, իրար չէին վստահում եւ մարտնչում էին ոչ թե համակարգված ռազմավարությամբ, այլ էմոցիաներով։ Կամավորականները, որոնցից շատերը երբեք զենք ձեռքը չէին պահել մինչև պատերազմը, հավատում էին, որ հայրենասիրությունը բավական է հաղթանակի համար։ Բայց Մոնթեն գիտեր, որ հայրենասիրությունը առանց կարգապահության վերածվում է զոհերի ցուցակների։ Նա տեսավ, թե ինչպես են զինվորները լքված ադրբեջանական գյուղերից տուն տանում հեռուստացույցներ, գորգեր, նույնիսկ կահույք, մինչդեռ առաջնագիծը մնում էր առանց արդյունավետ պաշտպանության։ Տեսավ, թե ինչպես են հրամանատարները թույլ տալիս իրենց մարդկանց հարբել դիրքերում, որովհետև զինվորը հոգնած է, թող թեթևացնի։ Տեսավ, թե ինչպես է բանակը կորցնում ոչ թե ռազմական գործողություններում, այլ բարոյական քայքայման մեջ։ Եվ հենց այդ պահին Մոնթեն կայացրեց որոշում, որն իր զինակիցների համար դարձավ շոկ։ Նա մերժեց լինել սիրված հրամանատարը, որպիսի դառնա այն հրամանատարը, ում երկյուղ էին ունենում, բայց ում անունը նշանակում էր հաղթանակ։ 1909 թվականի հունվարին, երբ Մոնթեն ստանձնեց Մարտունու շրջանի հրամանատարությունը, նրա առաջին հրամանը եղավ ոչ թե ռազմական օպերացիա, այլ մաքրում։ Նա հավաքեց բոլոր զինվորներին եւ ասաց 3 կանոն, որոնք պետք է կատարվեին առանց բացառության։ Առաջին կանոնը՝ ոչ մի գրամ ալկոհոլ դիրքերում կամ ուղիղ առջևում։ Ով խախտում է, անմիջապես հեռացվում է ռազմաճակատից, անկախ նրանից ով է նա, ինչ կոնեկցիաներ ունի կամ որքան հերոս է եղել նախկինում։ Երկրորդ կանոնը՝ ոչ մի բան չվերցնել լքված տներից, նույնիսկ եթե դա հին հացահատիկ է։ Մենք կռվում ենք հողի համար, ոչ թե քայքայելու համար, եւ եթե մեկը սկսի թալանել, նա դառնում է նույն թշնամին, որի դեմ մենք կանգնած ենք։ Երրորդ կանոնը. գերիներին չի թույլատրվում խոշտանգել կամ վատ վերաբերվել, քանի որ մենք մարդիկ ենք, ոչ թե գազաններ։ Զինվորները լռեցին, քանի որ նրանցից շատերը համարում էին, որ այս կանոնները անհնարին են ռազմաճակատային իրականության մեջ։ Բայց Մոնթեն ավելացրեց մեկ նախադասություն, որն ամբողջովին փոխեց մթնոլորտը։ Նա ասաց. Ով կարծում է, որ այս կանոնները իր համար չեն, կարող է հիմա հեռանալ, ես չեմ պահի ոչ ոքի։ Բայց ով մնում է, պետք է իմանա, ես կատարում եմ այն ամենը, ինչ պահանջում եմ ձեզանից, եւ եթե դուք խախտեք, ես անձամբ կկրեմ պատասխանատվություն ձեզ պատժելու համար։ Առաջին խախտումը տեղի ունեցավ անցած միայն 2 շաբաթ հետո։ Զինվորը անունով Արամ, ում ընտանիքը Մարտունիում ապրում էր ծանր պայմաններում, գտավ լքված ադրբեջանական տան մեջ հին, բայց գործող հեռուստացույց։ Նա մտածեց, որ եթե այն տուն տանի, երեխաները կունենան մի փոքր ուրախություն այս սարսափելի ժամանակներում։ Նա մտավ մեքենա հեռուստացույցով եւ սկսեց ճանապարհորդել դեպի Մարտունի։ Բայց ճանապարհին նա հանդիպեց Մոնթեին, ով իր ջիփով վերադառնում էր հրամանատարական քեթ։ Մոնթեն նկատեց մեքենայի հետևում հեռուստացույցը եւ կանգնեցրեց մեքենան։ Արամը փորձեց բացատրել, որ դա ընտանիքի համար է, որ երեխաները կարիք ունեն, որ նա միայն մի անգամ է այդպես անում։ Մոնթեն լսեց լուր, հետո մոտեցավ մեքենային, վերցրեց հեռուստացույցը եւ գցեց գետնին այնպես, որ այն ջարդվեց 1000 կտոր։ Արամը շարժվեց դեպի Մոնթեն, բայց հենց այդ պահին մոտեցան 2 այլ զինվորներ, ովքեր պահեցին իրավիճակը։ Մոնթեն նայեց Արամի աչքերին եւ ասաց. Սա քո հայրենիքն է, Արամ։ Քո երեխա, ում նա համարում էր մերձավոր ընկերոջ։
1909 թվականի մարտին, երբ Մարտունին ենթարկվում էր ինտենսիվ հրետանային հարձակման, մի խումբ զինվորներ գիշերը դիրքերում սկսեցին խմել ալկոհոլ, որպեսզի վախը մոռանան։ Նրանցից մեկը Վարդանն էր, Մոնթեի հավատարիմ զինակիցը, ով մասնակցել էր նախկին բոլոր գործողություններին եւ ում Մոնթեն համարում էր քաջ զինվոր։ Այդ գիշերը ադրբեջանական կողմը սկսեց հարձակում, եւ զինվորները պետք է պատրաստ լինեին արձագանքելու, բայց Վարդանը հարբած էր այնքան, որ չկարողացավ նույնիսկ զենքը պատշաճ բռնել։ Հարձակումը հետ մղվեց, բայց միայն շնորհիվ այն բանի, որ մյուս զինվորները փոխարինեցին Վարդանի դիրքը։ Մոնթեն իմացավ դեպքի մասին առավոտյան, եւ երբ զանգահարեց Վարդանին հրամանատարական կետ, բոլորը գիտեին, որ այս հանդիպումը կլինի ամենածանրը Մոնթեի ամբողջ հրամանատարության ընթացքում։ Վարդանը մտավ կաբինետ գլուխը ցած, եւ Մոնթեն նայեց նրան երկար, լուռ։ Հետո ասաց. «Վարդան, ես քեզ համարում էի ընկերոջս, բայց երեք դու ոչ միայն վտանգեցիր քո կյանքը, այլև մեր բոլոր զինվորների կյանքը։ Եթե ես քեզ ներեմ, ինչ իրավունք ունեմ պատժել ուրիշներին։ Դու գիտես կանոնները։ Դու հեռանում ես ռազմաճակատից հիմա, եւ ես այլևս քո հրամանատարը չեմ»։ Վարդանը լաց եղավ եւ աղաչեց մեկ այլ հնարավորություն, բայց Մոնթեն մնաց անշարժ։ Վարդանը հեռացավ, իսկ մյուս զինվորները հասկացան, որ Մոնթեի խստությունը ոչ ընկերության սահմաններ ունի, ոչ էլ բացառություններ։ 1909-2 թվականի ամռանը Մարտունու պաշտպանության ժամանակ Մոնթեի կարգապահությունը սկսեց տալ իր արդյունքները։ Շրջանը դարձավ ամենակազմակերպված եւ ամենաարդյունավետ պաշտպանական գոտին ամբողջ ռազմաճակատում։ Զինվորները իմացան, որ եթե նրանք հետևեն Մոնթեի հրամաններին, նրանք կապրեն, եւ եթե խախտեն, կարող են մնալ առանց հրամանատարի աջակցության, կամ ավելի վատը, կարող են պատժվել այնպես, որ ամբողջ ջոկատը տեսնի նրանց ամոթը։ Բայց նաեւ սկսվեցին լռակյաց բողոքները։ Որոշ տեղացի հրամանատարներ, ովքեր մինչ Մոնթեի գալուստը վերահսկում էին իրենց փոքր տարածքները, սկսեցին տարածել լուրեր, որ Մոնթեն չափից դուրս եվրոպացի է, որ նա չի հասկանում, թե ինչպես է կյանքը իրականում ռազմաճակատում, որ նրա ամերիկյան բարոյականությունը անտեղի է հայկական իրականության մեջ։ Նրանք պնդում էին, որ զինվորները պետք է ունենան որոշ ազատություն, որ թալանը բնական է պատերազմում, եւ որ Մոնթեի խստությունը վերջում կբերի բանակի ապստամբության։ Բայց Մոնթեն մնաց անզիջող։ Նա գիտեր, որ եթե նա թուլացնի իր դիրքորոշումը թեկուզ մեկ անգամ, ամբողջ համակարգը կքայքայվի։ Եվ նա նաև գիտեր, որ նրան ատելու իրավունք ունեն, բայց զինվորները պետք է նրան վստահեն, որ նա կբերի հաղթանակ։ Հետո եկավ ոսկե շղթայի պատմությունը, որը դարձավ լեգենդ Մարտունու շրջանում։ Զինվորը անունով Գագիկ մարտական գործողության ժամանակ գտավ ադրբեջանացի զինվորի դիակի վրա հաստ ոսկե շղթա։ Գագիկը գողացավ շղթան եւ պահեց իր քսակի մեջ, հույս ունենալով, որ հետո կարող է վաճառել եւ օգնել իր ընտանիքին։ Բայց մի ուրիշ զինվոր տեսավ այդ պահը եւ զեկուցեց Մոնթեին։ Մոնթեն կանչեց Գագիկին եւ հարցրեց. «Ինչու»։ Գագիկը փորձեց պաշտպանվել, ասելով, որ ադրբեջանացին այլևս կարիք չունի այդ շղթային, որ դա պարզապես մետաղ է, որ նա մտադիր էր օգտագործել գումարը իր ծերացած մոր բուժման համար։ Մոնթեն լսեց, հետո տվեց Գագիկին բա եւ հրամայեց փորել մի հսկայական փոս, 100 քառաչափ մետր խորությամբ 1 մետր։ Գագիկը փորեց 3 ժամ անընդհատ։ Քրտինքը լվանում էր նրա դեմքը, ձեռքերը արյունում էին բշտիկներից, բայց Մոնթեն կանգնած էր կողքը եւ հսկում։ Երբ փոսը պատրաստ էր, Մոնթեն վերցրեց ոսկե շղթան Գագիկի քսակից եւ նետեց փոսի ներսը։ Հետո հրամայեց Գագիկին լցնել հողը հետ եւ ասաց. «Մենք այստեղ կռվում ենք հողի համար, Գագիկ, ոչ թե ոսկու, ոչ թե գումարի, ոչ թե անձնական օգուտի համար։ Այս հողը պետք է մնա սուրբ, եւ եթե մենք սկսենք այն աղտոտել գողությամբ, մենք չենք արժանի այն ունենալու»։ Գագիկը լցրեց հողը եւ երբ վերջացրեց, Մոնթեն ասաց. «Հիմա կանգնիր այստեղ 6 ժամ եւ մտածիր. արդյոք դու պատրաստ ես մեռնել այս հողի համար, թե դու պարզապես ուզում էիր հարստանալ»։ Գագիկը կանգնեց 6 ժամ, եւ երբ վերջացավ, նա եկավ Մոնթեի մոտ եւ ասաց, որ հասկացել է պատգամը, եւ որ այլևս երբեք չի խախտի այդ կանոնը։ 1909-3 թվականի ապրիլին Քարվաճարի օպերացիայի ժամանակ Մոնթեի ամենամեծ բախումը տեղի ունեցավ զինվորների հետ։ Երբ հայկական բանակը ազատագրեց Քարվաճարը, զինվորները մտան լքված գյուղեր եւ տեսան տներ լիքը իրերով, կահույքով, տեխնիկայով։ Շատ զինվորներ, ովքեր ամիսներ ապրել էին սակավագույն պայմաններում, չդիմացան գայթակղությանը։ Մոնթեն իմացավ, որ մի քանի զինվորներ փորձում են բարձրացնել իրեր մեքենաների մեջ եւ անմիջապես հրամայեց հավաքել բոլորին։ Նա ասաց.
Ով է վերցրել ինչ-որ բան այս գյուղից։ Ոչ ոք չպատասխանեց։ Մոնթեն կրկնեց հարցը, այս անգամ բարձրացնելով ձայնը։ Մի երիտասարդ զինվոր, անունով Սամվել, բարձրացրեց ձեռքը եւ ասաց. Ես վերցրել եմ մի հին ռադիո։ Մոնթեն մոտեցավ նրան, վերցրեց ռադիոն եւ դրեց գետնին։ Հետո դուրս բերեց իր զենքը եւ գնդակահարեց ռադիոն, այնպես որ այն ամբողջովին ոչնչացվեց։ Հետո դարձավ դեպի բոլորին եւ ասաց. Ով էլ վերցրել է ինչ-որ բան, հիմա վերադարձրեք, կամ ես անձամբ կայրեմ այս ամբողջ գյուղը, որpիսի դուք չունենաք ինչ տանել։ Զինվորները փոխադարձաբար նայեցին միմյանց եւ հետո մեկ առ մեկ սկսեցին վերադարձնել իրերը՝ հին հեռուստացույցներ, գորգեր, նույնիսկ մի փոքրիկ շիշ օծանելիք։ Երբ ամեն ինչ վերադարձվեց, Մոնթեն հրամայեց այրել գյուղի ամենամեծ տները, ոչ թե վրեժի համար, այլ որպիսի զինվորները չունենան հնարավորություն թալանել հետո։ Այդ գործողությունը ցնցեց շատերին, եւ որոշ զինվորներ խոսեցին, որ Մոնթեն գերազանցել է իր լիազորությունները, բայց Մոնթեն ասաց միայն մեկ բան. Եթե մենք թալանենք, մենք դառնում ենք նույն մարդիկ, որոնց դեմ մենք կռվում ենք, եւ ես երբեք չեմ թույլ տա, որ հայկական զինվորը դառնա թալանչի։ Արդյոք Մոնթեի երկաթյա կարգապահությունը փրկեց հայկական բանակը, թե ստեղծեց նոր ատելություն ներսում։ Արդյոք նրա խստությունը արդարացված էր, թե նա անցավ այն սահմանը, որտեղ հրամանատարը դառնում է բռնապետ։ Եվ ամենակարևորը, արդյոք մենք այսօր կարող ենք գնահատել Մոնթեի ընտրությունները, թե պետք է նախ մենք դնենք մեզ իրավիճակի մեջ, երբ պատերազմը ոչ միայն առաջնագծում է, այլև ներսում, բարոյականության ճակատամարտում։ Երբ 1909-3 թվականի մայիսին Մարտունու հրամանատարական կետի արխիվներում հայտնաբերեցին գաղտնի տետր, նշված միայն կոդով Կարմիր 2, փաստաբանական խումբը համարեց, որ դա սովորական օպերատիվ փաստաթուղթ է։ Բայց երբ բացեցին էջերը, նրանք տեսան ոչ թե ռազմական պլաններ, այլ անձնական նամակներ, որոնք Մոնթեն գրել էր զինվորների ընտանիքներին, բացատրելով, թե ինչու է նրանց որդիները կամ ամուսինները պատժվել։ Մի նամակում նա գրում էր «Մոր», որի որդին հեռացվել էր հարբելու համար։ Ձեր որդին քաջ զինվոր է, բայց նա մոռացել էր, որ իր հարբած վիճակը կարող էր սպանել 10 այլ մայրերի որդիներին։ Ես նրան ուղարկեցի տուն, որպեսզի նա հիշի, թե ինչու էր եկել ռազմաճակատ, եւ երբ նա պատրաստ է վերադառնալ, ոչ որպես հերոս, այլ որպես պատասխանատու մարդ, ես անձամբ կդիմավորեմ նրան։ Մեկ այլ նամակում, ուղված կնոջ, ում ամուսինը սափրված գլխով ուղարկվել էր տուն 2 շաբաթով, որպես պատիժ գողության համար, Մոնթեն գրում էր. Ձեր ամուսինը փորձեց տանել ոսկյա օղակ, որը գտել էր մահացած ադրբեջանացու ձեռքին։ Նա մտածեց, որ դա կօգնի ձեզ, բայց նա չհասկացավ, որ այդ օղակը փոխանակ օգնության կբերեր ամոթ։ Երբ նա վերադառնա, նա կիմանա, որ իրական հարստությունը պատիվն է, ոչ թե մետաղը։ Այս նամակները ցույց էին տալիս, որ Մոնթեն չէր պատժում ատելությունից, այլ հավատում էր, որ յուրաքանչյուր պատիժ դաս է, ոչ թե վրեժ։ Բայց արդյոք զինվորների ընտանիքները հասկանում էին այդ տարբերությունը։ Եվ արդյոք Մոնթեն իրականում կարողանում էր հավասարակշռել իր խստությունը գութի հետ, թե նա փորձում էր արդարացնել իր անողոք մեթոդները փափուկ բառերով։ 1909-3 թվականի մարտին, երբ Մարտունու պաշտպանական շրջանը դարձել էր ամենակարգապահ գոտին, մի խումբ տեղացի հրամանատարներ կազմակերպեցին գաղտնի հանդիպում Ստեփանակերտում քննարկելու Մոնթեի խնդիրը։ Նրանցից մեկը, պատվավոր Ֆիդայի Արսենը, ով մարտնչել էր դեռևս 80-ականների վերջին, բարձրաձայնում էր այն, ինչ շատերը միայն փսփսում էին։ Նա ասաց. Մոնթեն եկել է Ամերիկայից իր գրքերով եւ իր իդեալներով, բայց նա չի ապրել մեր կյանքը։ Մենք ծածկագրություններով ապրել ենք տասնամյակներ։ Մենք կորցրել ենք ընտանիքներ, տներ, ամեն ինչ։ Եվ հիմա նա ուզում է մեզ պատժել, եթե մենք վերցնենք մի հին գորգ կամ մի փոքր ոսկի։ Սա ոչ թե կարգապահություն է, սա անարգանք է մեր նկատմամբ։ Ուրիշ հրամանատարները համաձայնում էին, եւ նրանք սկսեցին մշակել պլան, դիմել Ստեփանակերտի առաջնորդությանը, պահանջելով Մոնթեի փոխարինում։ Բայց հենց այդ երեկո Մարտունուց եկավ լուր, որ ադրբեջանական կողմը սկսել է զանգվածային հրետանային հարձակում, եւ Մոնթեի ջոկատը ոչ միայն դիմացավ, այլև հակահարձակում իրականացրեց, ազատագրելով 3 ռազմավարական բարձունք։ Լուրը հասավ հանդիպման մասնակիցներին, եւ Արսենը լռեց, քանի որ նա գիտեր, որ արդյունքները խոսում են ավելի բարձր, քան գանձագանգատները։ Բայց նա ավելացրեց մեկ նախադասություն, որը մնաց օդում որպես սպառնալիք։ Մոնթեն շատ բան է հասցնում իր կարգապահությամբ, բայց մի օր կգա պահը, երբ զինվորները կհանդուրժեն նրա երկաթյա ձեռքը, եւ այդ օրը նա կկորցնի ամեն ինչ։ Բայց Մոնթեն իմանում էր այդ խոսակցությունների մասին, եւ նա որոշեց անել ինչ-որ բան, ինչը կփոխեր նրա կերպարը զինվորների աչքում, ոչ թե փափկացնելով կարգապահությունը,
այլ ցույց տալով, որ նա վերաբերում է իր մարդկանց որպես ընտանիքի անդամների, ոչ թե որպես պարզապես զինվորների։ 1909-3 թվականի ապրիլի 1-ին, Մոնթեի ծննդյան օրը, զինվորները պլանավորում էին նրան անակնկալ պատրաստել, փոքրիկ տորտ եւ երաժշտություն, բայց Մոնթեն իմացավ այդ մասին եւ արգելեց ցանկացած տոնակատարություն։ Փոխարենը նա հրավիրեց ամբողջ ջոկատը իր քարտեզի սենյակ եւ բաժանեց նրանց բոլորին իր անձնական պաշարներից՝ շոկոլադ, սուրճ, սիգարետներ, որոնք նա ստանում էր իր ընտանիքից Ամերիկայից։ Հետո նա նստեց նրանց հետ գետնին, ոչ թե իր սեղանի ետևում, եւ պատմեց, թե ինչու է նա եկել Արցախ։ Նա ասաց. «Երբ ես էի փոքր, իմ հայրը պատմեց ինձ հայկական ցեղասպանության մասին, եւ ես հարցրի. ինչու մենք թույլ տվեցինք, որ դա տեղի ունենա։ Նա պատասխանեց, որովհետև մենք մեկուսացված էինք, թույլ էինք եւ բաժանված։ Այն օրվանից ես որոշեցի, որ երբեք այլևս հայ ժողովուրդը չի լինի անպաշտպան։ Եվ հիմա, երբ ես տեսնում եմ ձեզ, կռվում հայրենիքի համար, ես գիտեմ, որ մենք փոխվել ենք։ Բայց մենք պետք է հիշենք, որ ուժը գալիս է ոչ թե զենքից, այլ բարոյականությունից։ Եթե մենք կորցնենք մեր բարոյականությունը, մենք կդառնանք նույն մարդիկ, ովքեր փորձեցին ոչնչացնել մեզ։ Զինվորները լսում էին լուր, եւ շատերը հասկացան, որ Մոնթեն ոչ թե բռնակալ է, այլ մարդ, ով կրում է ամբողջ պատասխանատվությունը համար այն, ինչ կատարվում է իր շրջանում։ Մեկը երիտասարդ զինվոր Արթուրը հարցրեց. «Հրամանատար, բայց դուք երբևիցե վախեցել եք պատժելիս, որ կորցնեք մեր հավատը»։ Մոնթեն ժպտաց եւ ասաց. «Ամեն օր, Արթուր։ Ամեն անգամ, երբ ես պատժում եմ մեկին, ես մտածում եմ, արդյոք ես անում եմ ճիշտ բանը, թե պարզապես կորցնում եմ հավատարիմ զինվոր։ Բայց հետո ես հիշում եմ, որ մեկ ապականված զինվորը կարող է սպանել 10 մաքուր զինվորների, եւ ես ընտրում եմ կարծր ճանապարհը»։ Հետո եկավ դեպքը, որը ամենաշատը ցնցեց Մոնթեի կերպարը եւ ստիպեց նույնիսկ նրան վերանայել իր մեթոդները։ 1909-3 թվականի մթվականի մայիսի 10-ին, երբ Մարտունին կրկին ենթարկում էր հրետանային հարձակման, Մոնթեն ստացավ զեկույց, որ երկու զինվոր, եղբայրներ Գեղամ եւ Հրանտ Հովանիսյանները, փորձել են հեռանալ դիրքերից առանց թույլտվության, այցելելու իրենց մոր, ով ծանր հիվանդ էր Ստեփանակերտում։ Նրանք բռնվել էին ճանապարհին հսկիչին հսկիչ կետում, եւ Մոնթեն հրամայեց բերել նրանց իր մոտ։ Երբ եղբայրները ներկայացան, Մոնթեն տեսավ, որ նրանք երկուսն էլ լալիս էին, եւ Գեղամը բացատրեց. «Հրամանատար, մեր մայրը մահամերձ է։ Բժիշկները ասացին, որ նա ունի միայն մի քանի օր։ Մենք պարզապես ուզում էինք տեսնել նրան վերջին անգամ եւ վերադառնալ»։ Մոնթեն լսեց եւ հետո նայեց նրանց երկարակի։ Նա գիտեր, որ եթե նա թույլ տա նրանց գնալ, ամբողջ ջոկատը կսկսի պահանջել բացառություններ իրենց անձնական խնդիրների համար։ Բայց նա նաև գիտեր, որ մայրը միակ մարդն է, ում համար զինվորը պատրաստ է անել ամեն ինչ։ Մոնթեն նստեց եւ մտածեց երկար, իսկ եղբայրները սպասում էին իրենց պատիժին։ Հետո Մոնթեն ասաց. «Դուք անեք այն, ինչ պետք է անեիք, փորձել տեսնել ձեր մայրը։ Բայց դուք արեցիք սխալ, չպահանջեցիք իմ թույլտվությունը։ Ես ձեզ կտանեմ անձամբ ձեր մոր մոտ, բայց հետո դուք կպատժվեք մեկ շաբաթ լրացուցիչ հերթապահություն առաջնագծում»։ Եղբայրները չէին հավատում իրենց ականջներին, եւ Մոնթեն իրոք այն գիշեր վերցրեց նրանց իր ջիփով դեպի Ստեփանակերտ։ Նրանք տեսան իրենց մայրը, ով մահամերձ անկողնում պառկած էր, եւ անցկացրին 3 ժամ նրա հետ։ Երբ նրանք վերադարձան, Գեղամը եկավ Մոնթեի մոտ եւ ասաց. «Հրամանատար, ես հասկացա, թե ինչու դուք այդպես խիստ եք։ Դուք ուզում եք, որ մենք ապրենք վերադառնալու համար մեր ընտանիքների մոտ, ոչ թե մեռնել անկարգության պատճառով»։ Մոնթեն պատասխանեց. «Ճիշտ է, Գեղամ, ես պատժում եմ ձեզ, որպեսզի փրկեմ ձեզ»։ Բայց ոչ բոլորը համաձայն էին այդ փիլիսոփայության հետ։ 1909-3 թվականի ապրիլի 2-րդ կեսին, երբ Քարվաճառի օպերացիան սկսվեց, Մոնթեի կարգապահությունը հասավ իր գագաթնակետին, եւ շատ զինվորներ սկսեցին բողոքել ոչ թե բարձրաձայն, այլ գործողություններով։ Մի քանի զինվոր, ովքեր հոգնել էին Մոնթեի անընդհատ վերահսկողությունից, սկսեցին դանդաղեցնել հրամանների կատարումը կամ մոռանալ որոշ գործողություններ։ Դա չէր բացահայտ ապստամբություն, այլ լուռ դիմադրություն։ Մոնթեն նկատեց այդ փոփոխությունը եւ հասկացավ, որ եթե նա անմիջապես չգործի, նա կկորցնի իր հեղինակությունը։ Նա հրավիրեց 5 ամենաազդեցիկ զինվորներին, ովքեր համարվում էին խմբի ավտորիտետներ, եւ ասաց նրանց. «Ես գիտեմ, որ դուք դժգոհ եք ինձանից։ Ես գիտեմ, որ դուք կարծում եք, որ ես չափազանց խիստ եմ, բայց ես ձեզ հարց եմ տալիս. քանի մարդ է մահացել մեր ջոկատում վերջին 3 ամսում անկարգության պատճառով»։ Զինվորները միմյանց նայեցին եւ պատասխանեցին. «Ոչ ոք, հրամանատար»։ Մոնթեն շարունակեց. «Իսկ քանի մարդ է մահացել այլ ջոկատներում, որտեղ չկա խիստ կարգապահություն»։ Մեկը պատասխանեց. «Շատ, հրամանատար»։ Մոնթեն ավարտեց.
Հենց այդ է պատճառը, թե ինչու ես այսպես եմ վարվում։ Ես ատում եմ պատժել ձեզ, բայց ես ավելի շատ եմ ատում տեսնել ձեր դիակները։ Այժմ դուք ունեք ընտրություն. կամ հետևեք ինձ եւ ապրեք, կամ հեռացեք եւ փորձեք ձեր բախտը ուրիշտեղ։ 5 զինվորները մնացին լուր, եւ հետո նրանցից մեկը անունով Վահե ասաց. Մենք կմնանք հրամանատար, բայց խնդրում ենք, երբեմն հիշեք, որ մենք նաեւ մարդիկ ենք, ոչ միայն զինվորներ։ Մոնթեն համաձայնեց. Ես կփորձեմ, Վահե, բայց դուք նույնպես պետք է հիշեք, որ ես նույնպես մարդ եմ, եւ ես նույնպես վախենում եմ կորցնել ձեզ։ Քարվաճառի օպերացիան դարձավ Մոնթեի կարգապահական համակարգի վերջնական թեստը։ Երբ հայկական զինվորները մտան ազատագրված տարածքներ, նրանք տեսան մի ամբողջ շրջան, լի նյութական արժեքներով, եւ շատերը մտածեցին, որ այս անգամ Մոնթեն թույլ կտա նրանց վերցնել թեկուզ փոքր բան, որպես վարձատրություն իրենց հերոսության համար։ Բայց Մոնթեն արեց հակառակը։ Նա հրամայեց ամեն մի տուն, որտեղ իր զինվորները պետք է անցնեին, նախապես ստուգել իր սպաներով, եւ եթե ինչ-որ զինվոր փորձեր վերցնել որևէ իր, այդ զինվորը կհեռացվեր անմիջապես ռազմաճակատից, առանց իրավունքի վերադառնալու։ Նա նաև հրամայեց այրել ամենամեծ տները, որպեսզի զինվորները կենտրոնանան մարտական առաջադրանքների վրա, ոչ թե թալանի վրա։ Այս որոշումը հրաշք չարտադրեց բոլորի մոտ։ Մի խումբ զինվորներ, ովքեր հավաքել էին մի քանի արժեքավոր իր պայուսակների մեջ, հանկարծ հայտնաբերեցին, որ Մոնթեն անձամբ ստուգում է նրանց քսակները։ Նա հայտնաբերեց ոսկյա իրեր, հին մեդալներ, նույնիսկ փող եւ հրամայեց ամեն ինչ դատարկել գետնին։ Հետո նա վերցրեց մեկ ոսկյա ամանեկ եւ ասաց. Սա պատկանում էր մի ընտանիքի, որը փախել է կամ սպանվել է։ Մենք ով ենք, որ վերցնենք նրանց հիշողությունը։ Նա հրամայեց այրել բոլոր գողացված իրերը եւ զինվորները դիտեցին, թե ինչպես են իրենց աղեղները վերածվում մոխրի։ Այդ պահին մի զինվոր անունով Արամ գոռաց. Մենք ռիսկի ենք դնում մեր կյանքը, իսկ դուք չեք թույլ տալիս մեզ վերցնել նույնիսկ մի ոսկյա մատանի։ Մոնթեն դարձավ նրա դեպի եւ ասաց. Արամ, դու ռիսկի ես դնում քո կյանքը, որպիսի քո երեխաները ապրեն ազատ երկրում, ոչ թե որպեսի դու հարստանաս գողության միջոցով։ Եթե դու ուզում ես լինել հարուստ, դու սխալ տեղում ես։ Արամը լռեց, բայց նրա աչքերում կար ատելություն, եւ Մոնթեն հասկացավ, որ այդ օրը նա կորցրեց մի զինվորի վստահությունը, բայց հավանաբար փրկեց 10 այլ զինվորի հոգին։ Արդյոք Մոնթե Մելքոնյանը գերազանցեց սահմանը միջև արդար հրամանատարի եւ բռնակալ հրամանատարի։ Արդյոք նրա փիլիսոփայությունը պատժել փրկելու համար իրականում փրկեց զինվորներին, թե նա ստեղծեց նոր վախի մթնոլորտ, որտեղ մարդիկ հնազանդում էին ոչ թե համոզմունքից, այլ սարսափից։ Եվ եթե մենք այսօր պատկերացնենք մեզ այդ զինվորների տեղում, ովքեր տեսնում էին, թե ինչպես են իրենց միակ աղեղները այրվում հրամանատարի հրամանով, արդյոք մենք կհասկանայինք Մոնթեի տրամաբանությունը, թե կզգայինք, որ մեր արժանապատվությունը ոտնահարվում է։ Երբ 1909-3 թվականի հունիսի առաջին օրերին Ստեփանակերտի կենտրոնական արխիվում հայտնաբերվեց թղթապանակ, որի կողքին ձեռքով գրված էր միայն մեկ բառ՝ անհետացած։ Ոչ ոք չհամարձակվեց բացել այն առանց հատուկ թույլտվության։ Փաստաթղթերի պահպանման բաժնի ղեկավարը զանգահարեց ռազմական դատախազությանը եւ ասաց. Ես գտել եմ ինչ-որ բան, որը կապված է Մելքոնյանի հետ, բայց դա կնքված է կարմիր մոմով։ Եվ դատախազները բացեցին թղթապանակը, նրանք տեսան տասնյակ էջեր, բժշկական քարտեր, անալիզների արդյունքներ, գաղտնի հաղորդագրություններ Մոնթեի անձնական բժշկից դեպի Ստեփանակերտի առողջապահության նախարարություն։ Մի փաստաթղթում նշված էր. Հիվանդի վիճակը վատանում է, քաշի կորուստ 11 կիլոգրամ վերջին 4 ամսում, քնի խանգարումներ, ստամոքսային ցավեր, որոնք չեն անցնում դեղամիջոցներով, հիվանդը մերժում է հոսպիտալացումը։ Մեկ այլ փաստաթղթում գրված 1909-3 թվականի մայիսի 25-ին բժիշկը գրել էր. Ես պահանջում եմ անմիջական բժշկական զննում Երևանում։ Ախտանիշները ցույց են տալիս հնարավոր ծանր հիվանդություն, բայց հիվանդը հրաժարվում է լքել ռազմաճակատը։ Այս փաստաթղթերը ոչնչացվել էին պաշտոնապես հունիսի 13-ին, Մոնթեի մահից 1 օր անց։ Ով հրամայեց ոչնչացնել բժշկական արխիվը։ Ինչ էր թաքցնում Մոնթեն իր ամենամոտ մարդկանցից։ Եվ ամենակարևորը, արդյոք նա գիտեր, որ մահանում է, եւ եթե գիտեր, ինչու շարունակեց մարտնչել այնպես, կարծես ուներ անվերջ ժամանակ։ Մոնթե Մելքոնյանը, ով 36 տարեկանում համարվում էր ռազմական գեներ, ֆիզիկապես վերածվել էր ստվերի 1909-3 թվականի գարնանը։ Նրա զինակիցները նկատում էին, որ հրամանատարը, ով երբեմն կարողանում էր մարտնչել 24 ժամ անընդմեջ, այժմ հաճախ նստում էր ու պահում ձեռքը ստամոքսին, փորձելով թաքցնել ցավը։
Նրա դեմքը, որը լուսանկարներում 1909-2 թվականին ցույց էր տալիս ուժեղ վստահ մարդու, այժմ դարձել էր բարակ, աչքերի տակ մութ շրջանակներով, մորուքը ավելի մոխրագույն, քան նրա տարիքին վայելում էր։ Զինվորները փսփսում էին միմյանց, հրամանատարը հիվանդ է, բայց ոչ ոք չհամարձակվում էր հարցնել ուղղակիորեն։ Մոնթեի անձնական բժիշկը, դոկտոր Վահագն Գրիգորյանը, փորձեց մի քանի անգամ համոզել նրան գնալ Երևան լիարժեք զննման համար, բայց Մոնթեն ամեն անգամ պատասխանում էր. «Հիմա ով կվերահսկի Մարտունին, եթե ես գնամ»։ Դոկտոր Գրիգորյանը հետագայում հարցազրույցում պատմեց. «Ես տեսնում էի, որ նրա մարմինը քայքայվում է ներսից, բայց նրա կամքը ավելի ուժեղ էր, քան նրա ցավը։ Նա ուտում էր քիչ, քնում էր 3-4 ժամ գիշերը, եւ ամեն անգամ, երբ ես նրան տեսնում էի, նա թվում էր 10 տարով ավելի տարեց, քան նախորդ շաբաթ»։ Բայց Մոնթեն չէր դանդաղեցնում իր տեմպը։ Փոխարենը, նա աշխատում էր ավելի ինտենսիվ, կարծես գիտեր, որ ժամանակը սպառվում է եւ պետք է ավարտել այն, ինչ սկսել է։ 1909-3 թվականի ապրիլի վերջին Քարվաճարի օպերացիայի ժամանակ Մոնթեի վիճակը հասավ քրիտիկական կետի։ Օպերացիայի երրորդ օրը, երբ հայկական զորքերը առաջանում էին դեպի ռազմավարական բարձունքներ, Մոնթեն հանկարծ փաթաթվեց ցավից եւ ընկավ գետնին։ Նրա մերձավոր օգնականը, Կոմիտասը, անմիջապես կանչեց բժշկին, բայց Մոնթեն մերժեց օգնությունը եւ ասաց. «Սա պարզապես հոգնածություն է, տվեք ինձ 5 րոպե»։ Նա պառկեց հողին, ձեռքը սեղմած ստամոքսին, դեմքը այնքան գունատ, որ զինվորները մտածեցին, թե նա մահանում է այդ պահին։ Բայց 10 րոպե անց Մոնթեն ոտքի կացավ, փոշին թափեց իր համազգեստից եւ շարունակեց տալ հրամաններ, կարծես ոչինչ չէր եղել։ Դոկտոր Գրիգորյանը հետո գրեց իր նշումներում. «Այդ օրը ես հասկացա, որ Մոնթեն ընտրել է մեռնել ռազմաճակատում, ոչ թե հիվանդանոցային անկողնում։ Նա գիտեր իր ախտորոշումը, թեև երբեք ինձ չասաց բարձրաձայն։ Նրա աչքերում ես տեսա մարդու, ով ընդունել է իր ճակատագիրը։ Բայց Մոնթեն շարունակում էր թաքցնել իր վիճակը զինվորներից, քանի որ գիտեր, եթե նրանք իմանան, որ իրենց հրամանատարը մահանում է, բանակային բարոյականությունը կքայքայվի։ Այս ֆիզիկական քայքայումը համընկավ ավելի խորը, հոգեբանական ճգնաժամի հետ։ Մոնթեն սկսել էր կասկածել բոլորին, նույնիսկ իր ամենամոտ զինակիցներին։ 1909-3 թվականի մայիսին նա մի քանի անգամ հարցաքննեց զինվորներին, պնդելով, որ ինչ-որ մեկը գաղտնի տեղեկություններ է փոխանցում ադրբեջանական կողմին։ Նրա պարանոյան հասավ այնպիսի աստիճանի, որ նա սկսեց ստուգել նույնիսկ իր անձնական նամակագրությունը։ Կոմիտասը հետագայում հիշեց. Մոնթեն դարձավ ուրիշ մարդ։ Նա, ով միշտ վստահում էր իր մարդկանց, այժմ տեսնում էր դավաճաններ ամենուր։ Մի անգամ նա ինձ հարցրեց. «Ո՞վ է խոսում իմ մասին Ստեփանակերտում»։ Եվ երբ ես ասացի, որ ոչ ոք չի խոսում, վատ, նա պատասխանեց. «Հենց դա է կասկածելի»։ Այս մտավիճակը չէր անհիմն։ Մոնթեն իմանում էր, որ նրա խիստ կարգապահությունը ստեղծել էր թշնամիներ ոչ միայն ադրբեջանական կողմում, այլև հայկական ռազմաճակատում։ Մի քանի հրամանատարներ, ովքեր կորցրել էին իրենց իշխանությունը Մոնթեի բարեփոխումների պատճառով, անընդհատ ուղարկում էին բողոքներ Ստեփանակերտ, պահանջելով նրա հեռացումը։ Մոնթեն գիտեր այս բոլորը, եւ դա սնուցում էր նրա վախը, որ ինչ-որ մեկը կարող է նրան դավաճանել ամենակրիտիկական պահին։ Բայց ամենաանսպասելի դավաճանությունը եկավ այնտեղից, որտեղից Մոնթեն երբեք չէր սպասում։ 1909-3 թվականի հունիսի սկզբին Մոնթեի մոտ եկավ մի մարդ, ում նա համարում էր ընկերոջ, Արթուր Պապյանը, ով ծառայել էր Մարտունում նրա օգնականներից մեկի պաշտոնում։ Արթուրը մտավ Մոնթեի կաբինետ գիշերը, երբ ուրիշներ չկային, եւ ասաց. «Հրամանատար, ես պետք է ձեզ ինչ-որ բան ասեմ, բայց դուք պետք է խոստանաք, որ չեք պատժի ինձ»։ Մոնթեն նայեց նրան եւ պատասխանեց. «Ես չեմ կարող խոստանալ, քանի դեռ չգիտեմ, թե ինչ ես ասելու»։ Արթուրը ներշնչեց խորը եւ ասաց. «Ես լսել եմ զրույցներ Ստեփանակերտում։ Մարդիկ խոսում են, որ դուք շուտով կհեռացվեք հրամանատարությունից, քանի որ վերին ղեկավարությունը դժգոհ է ձեր մեթոդներից։ Նրանք ասում են, որ դուք չափազանց անկախ եք եւ որ դուք չեք հնազանդվում հրամաններին»։ Մոնթեն լռեց երկար, հետո ասաց. «Արթուր, ով է ասել քեզ այս բանը»։ Արթուրը վարանեց, բայց հետո ասաց. «Մեկը, ով աշխատում է պաշտպանության նախարարության մեքարարության մեջ։ Նա ասաց, որ արդեն պատրաստվում է հրաման ձեր փոխարինման մասին»։ Մոնթեն ժպտաց դառնորեն եւ ասաց. «Թող փոխարինեն, Արթուր, բայց մինչեւ այդ պահը ես կշարունակեմ անել այն, ինչ համարում եմ ճիշտ»։ Արթուրը հեռացավ, իսկ Մոնթեն մնաց մենակ իր կաբինետում, նայելով քարտեզին, որտեղ նշված էին Մարտունու պաշտպանական գծերը։ Այդ գիշեր նա չքնեց, եւ առավոտյան, երբ Կոմիտասը մտավ կաբինետ, տեսավ Մոնթեին նույն դիրքով,
նստած սեղանի առաջ, աչքերը կարմիր, դեմքը հոգնած, բայց նրա ձեռքերը շարժվում էին քարտեզի վրա, պլանավորելով հաջորդ օպերացիան, կարծես ոչինչ չէր փոխվել։ Երբ Մոնթեի մահից հետո բացվեցին գաղտնի արխիվները, հայտնաբերվեց փաստաթուղթ, որը փոխում է ամբողջ պատկերը։ Դա էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներքին հաղորդագրություն, գրված 1909-րդ 3-րդ թվականի մայիսի 33-ին, Մոնթեի մահից 2 շաբաթ առաջ։ Հաղորդագրությունը ասում էր. Մոնթե Մելքոնյանի վերացումը դարձել է առաջնահերթություն։ Տեղեկատվական աղբյուրները հաստատում են, որ Մելքոնյանը պլանավորում է մեծ օպերացիա հունիսի սկզբին, որը կարող է փոխել ռազմաճակատային իրավիճակը։ Անհրաժեշտ է օգտագործել բոլոր միջոցները, վերացնելու նրան մինչև այդ օպերացիան։ Այս փաստաթուղթը ցույց էր տալիս, որ Մոնթեի մահը չէր պատահական։ Ադրբեջանական հատուկ ծառայությունները հետևում էին նրան ամիսներ շարունակ, սպասելով ճիշտ պահին։ Բայց ով էր տվել նրանց այդ տեղեկությունները Մոնթեի մասին։ Ով գիտեր, որ Մոնթեն պլանավորում է օպերացիա հունիսի սկզբին։ Եվ ամենակարևորը, արդյոք դավաճանը Մոնթեի ընկերներից էր, թե պարզապես արտաքին լրտես։ Հետազոտությունը, որը իրականացվեց 1909-րդ 3-րդ թվականի հունիսից սեպտեմբերը, բացահայտեց մի անուն, որը ցնցեց բոլորին։ Պարզվեց, որ Ստեփանակերտում աշխատող մի պաշտոնյա, անունով Արմեն Գևորքյանը, ով պատասխանատու էր օպերատիվ տեղեկությունների փոխանցման համար, խորը պարտքեր ուներ եւ աշխատում էր ադրբեջանական հատուկ ծառայությունների համար։ Նա փոխանցել էր տեղեկություններ Մոնթեի շարժումների, նրա առողջական վիճակի եւ նրա ռազմական պլանների մասին։ 1909-րդ 3-րդ թվականի հունիսի 13-ին, երբ Մոնթեն գնաց դեպի Մարտակերտի շրջանը, Գևորքյանը փոխանցեց նրա ճիշտ կոորդինատները ադրբեջանական կողմին։ Դա էր պահը, երբ Մոնթեի մեքենան ընկավ դարանի մեջ։ Գևորքյանը ձերբակալվեց հունիսի 26-ին եւ խեցին եւ խոստովանեց իր դերը։ Նրա ցուցմունքներում նա ասաց. «Ես չէի ուզում սպանել Մելքոնյանին, ես պարզապես ուզում էի փող վաստակել։ Ես չէի գիտեր, որ նրանք կօգտագործեն իմ տեղեկությունները այդպես»։ Բայց այդ արդարացումը չփրկեց նրան դատավճռից։ Նա դատապարտվեց 15 տարի բանտարկության, բայց նրա դավաճանության վնասը արդեն իրականացվել էր։ Մոնթեի մահից հետո նրա անձնական իրերի մեջ գտնվեց մի փոքրիկ տետր, որտեղ նա գրել էր իր վերջին մտքերը։ Միայն մեկ էջ էր լցված, եւ այդ էջում նա գրել էր. «Երբ ես մեռնեմ, մի մոռացեք, որ ես մարտնչեցի ոչ թե իմ անունը հավերժացնելու համար, այլ որպեսզի մեր երեխաները չապրեն այն սարսափը, որը ապրեցինք մենք։ Եթե իմ խստությունը ստեղծեց ատելություն, ես թյուն, ես ներում եմ խնդրում։ Բայց եթե իմ խստությունը փրկեց թեկուզ մեկ կյանք, ապա ես գոհ եմ»։ Այս բառերը ցույց էին տալիս, որ Մոնթեն գիտեր, որ նրա ժամանակը սպառվում է, եւ որ նա փորձում էր թողնել ինչ-որ բան, ինչը հիշեցնի նրան ոչ թե որպես դաժան հրամանատարի, այլ որպես մարդու, ով սիրում էր իր զինվորներին այնքան, որ պատրաստ էր դառնալ նրանց թշնամին, եթե դա նշանակում էր փրկել նրանց։ Բայց գաղտնիքներն այդտեղ չավարտվեցին։ 1909-8 թվականին, երբ Մոնթեի մահվան վայրը դարձավ հուշարձան, մի խումբ վետերաններ համաձայնեցին խոսել առաջին անգամ տեսախցիկի առջև։ Նրանցից մեկը, զինվոր Գագիկը, ով կրել էր ոսկե շղթայի պատիժը, ասաց. «Մոնթեն փրկեց իմ կյանքը ոչ թե իր ռազմական հմտություններով, այլ իր կարգապահությամբ։ Երբ նա ինձ պատժեց, ես ատում էի նրան, բայց երբ ես տեսա, որ այլ ջոկատներում զինվորները մահանում էին անկարգության պատճառով, ես հասկացա, որ Մոնթեն իրավացի էր»։ Մեկ այլ զինվոր, Վահեն, ով եղել էր այն 5-ից, ովքեր բողոքել էին Մոնթեի խստությանը, ասաց. «Մենք կարծում էինք, որ Մոնթեն դաժան է, բայց իրականում նա էր միակը, ով իրոք հոգ էր տանում մեզ համար։ Նրա բոլոր պատիժները ուղղված էին փրկելուն, ոչ թե ոչնչացնելուն»։ Արդյոք Մոնթե Մելքոնյանը մարտնչեց մինչև վերջ, քանի որ գիտեր, որ ժամանակը սպառվում է։ Արդյոք նրա ֆիզիկական քայքայումը, նրա պարանոյան եւ նրա վախը դավաճանությունից էին ակնարկներ, որ նա գիտեր, ինչ որ մեկը պլանավորում է նրան վերացնել։ Եվ ամենակարևորը, եթե Մոնթեն գիտեր, որ կմեռնի, ինչու շարունակեց մարտնչել այնպես, կարծես ընդհանրապես չէր մտածում մահվան մասին։ Արդյոք նա ընտրեց անտեսել իր վախերը, որpիսի իր զինվորները չկորցնեն հավատը։ Թե նա պարզապես այնքան էր վստահ իր առաքելության մեջ, որ մահը նրա համար չէր նշանակում ավարտ, այլ միայն անցում։ Երբ 1909-րդ 3-րդ թվականի հունիսի 12-րդի լուսաբացին Մարտակերտի ուղղությամբ շարժվող մեքենաշարում գտնվող զինվորները տեսան, թե ինչպես է Մոնթե Մելքոնյանը կանգ առնում վերջին անգամ իր ջիփի մոտ եւ նայում հեռվում, դեպի լեռները, որոնք նա պաշտպանել էր 10 ամիս անընդմեջ։ Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ սա նրա վերջին ճանապարհորդությունն է։ Կոմիտասը, ով նստել էր վարորդի նստատեղում, հետագայում հիշում էր.
Մոնթեն այդ առավոտ տարբեր էր։ Նա չխոսեց ամբողջ ճանապարհին, միայն նայում էր պատուհանից եւ շարժում շրթունքները, կարծես աղոթում էր կամ հրաժեշտ էր տալիս ինչ-որ բանից։ Մեքենան դանդաղ առանում էր դեպի մեծ հովերի գյուղ, որտեղ Մոնթեն պետք է ստուգեր պաշտպանական դիրքերը եւ հանդիպեր տեղական ջոկատի հրամանատարների հետ։ Բայց ադրբեջանական հատուկ ստորաբաժանումները, որոնք ստացել էին ճշգրիտ տեղեկություններ նրա երթուղու մասին, արդեն սպասում էին բարձունքներում, ձեռքներում խարսխված զենք, աչքերը ամրացված հենց այն ուղղությանը, որտեղ պետք է անցներ հայկական հրամանատարը։ Ժամը 11:30 րոպեին, երբ Մոնթեի ջիփը մտավ նեղ ձորի հատվածը, երկինքը պատռվեց կրակոցներից, եւ հենց այդ պահին պատմությունը կորցրեց մի մարդու, ով փորձել էր փոխել պատերազմի եթիկան։ Բայց ով իսկապես կանգնած էր այդ դարանի ետևում։ Արդյոք դա միայն ադրբեջանական զինվորներն էին, թե ինչ-որ մեկն ուրիշ էլ օգտվեց այդ պահից, ազատվելու համար հրամանատարից, ում խստությունը դարձել էր անհանդուրժելի։ Մոնթեի մեքենան ընկավ դարանի մեջ 1909-3 թվականի հունիսի 12-ի կեսօրին, բայց իրական դրամատիզմը սկսվեց ոչ թե այդ պահին, այլ հենց հետո, երբ Ստեփանակերտ հասավ լուրը Մոնթեի անհետացման մասին։ Պաշտպանության նախարարության խորհրդատվական խումբը հավաքվեց արտակարգ նիստի եւ արձանագրությունը, որը բացահայտվեց 15 տարի անց, ցույց էր տալիս անսովոր բան։ Մի խումբ պաշտոնյաներ իրենց մտահոգությունը հայտնել էին ոչ թե Մոնթեի կորստի համար, այլ նրա փոխարինման համար։ Մեկը նշել էր. Մելքոնյանի բացակայությունը կստեղծի հզոր դատարկություն Մարտունում, բայց միաժամանակ կբացի հնարավորություն վերականգնել նորմալ կառավարում այդ շրջանում։ Մեկ այլ մասնակիցը գրել էր. անհրաժեշտ է ակնթարթորեն նշանակել նոր հրամանատար, ով ավելի ճկուն կլինի եւ կհնազանդվի կենտրոնական հրամաններին։ Այս արձանագրությունները հարց էին առաջացնում. արդյոք որոշ մարդիկ Ստեփանակերտում փաստորեն ուրախացան Մոնթեի մահից, քանի որ դա նրանց ազատում էր անհարմար հրամանատարից։ Կոմիտասը, երբ տարիներ անց կարդաց այդ արձանագրությունները, ասաց. մենք մարտնչում էինք ռազմաճակատում, մինչդեռ Ստեփանակերտում մարդիկ բաժանում էին իշխանությունը։ Մոնթեն մեռավ որպես հերոս, բայց որոշ մարդկանց համար նա էր խոչընդոտը, որը պետք է հեռացվեր։ Բայց ադրբեջանական կողմի արխիվները, որոնք դասակարգազերծվեցին 2010 թվականին, բացահայտեցին ավելի մութ ճշմարտություն։ Բաքվի ռազմական հետախուզության պետը գեներալ Ռահիմ Գազիևը տվել էր հարցազրույց ռուսական լրագրողին 2012 թվականին, անանուն, եւ այնտեղ նա ասել էր. Մելքոնյանի վերացումը պլանավորված էր 3 ամիս։ Մենք գիտեինք նրա ամեն քայլը, քանի որ մեզ մոտ աղբյուր կար հենց հայկական հրամանատարության մեջ։ Այդ մարդը տվեց մեզ Մելքոնյանի երթուղին հունիսի 12-ին, եւ մենք օգտագործեցինք լավագույն դիպուկահարներին։ Երբ լրագրողը հարցրեց, ով էր այդ աղբյուրը, Գազիևը պատասխանեց. ես չեմ կարող ասել անունը, բայց այդ մարդը չէր սովորական լրտես։ Նա բարձր պաշտոնյա էր, ով ուներ անձնական շահ ազատվելու Մելքոնյանից, քանի որ Մելքոնյանը արգելափակում էր նրա բիզնեսային շահերը ռազմաճակատում։ Այս խոստովանությունը ցնցեց հետազոտողներին, քանի որ դա նշանակում էր, որ Մոնթեի դավաճանը եղել է ոչ թե պարզ լրտես, այլ մեկը, ով կորզել է օգուտ նրա մահից։ Բայց ով էր այդ մարդը։ Եվ ինչու նրան երբեք չհայտնաբերեցին։ Հետազոտությունը, որը իրականացվեց 2015 թվականից 2019 թվականը, հայտնաբերեց անսովոր ֆինանսական հետք։ Պարզվեց, որ 1909-3 թվականի հուտվականի հուլիսին, մեկ ամիս Մոնթեի մահից հետո, երկու բարձրաստիճան պաշտոնյաներ Ստեփանակերտից գաղտնի ձեռք էին բերել խոշոր պարենային բիզնես, որը մատակարարում էր ռազմաճակատը։ Այդ բիզնեսը շահույթ էր բերում շաբաթական հազարավոր դոլարներ, բայց միայն այն պայմանով, որ չկար խիստ վերահսկողություն։ Մոնթեն, որպես Մարտունու հրամանատար, մերժել էր թույլ տալ այդ ընկերությանը մատակարարել իր շրջանը, պնդելով, որ նրանց գները փչացված են եւ որակը անբավարար։ Նա նույնիսկ սկսել էր հետաքննություն կոռուպցիայի մասին, բայց նրա մահը դադարեցրեց այդ հետաքննությունը։ Հետազոտողները պարզեցին, որ երկու պաշտոնյաներից մեկը, Կարեն Ավագյանը, ուներ կապեր Արմեն Գևորգյանի հետ, այն դավաճանի, ով փոխանցել էր Մոնթեի տեղեկությունները ադրբեջանցիներին։ Թեև ուղղակի ապացույցներ չկային, որ Ավագյանը հրահանգել է Գևորգյանին դավաճանել Մոնթեին, զուգադիպությունը շատ ուժեղ էր անտեսելու համար։ Բայց երբ հետազոտողները փորձեցին հարցաքննել Ավագյանին, պարզվեց, որ նա մահացել է 1909 թվականին ավտովթարի պատճառով, որը շատերը համարեցին չափազանց հարմար։ Մոնթեի մահվան վայրը դարձավ հուշարձան 1909-4 թվականին, եւ այդտեղ սկսեցին գալ վետերանները, հիշելու իրենց հրամանատարին։ Բայց երբ 2012 թվականին կազմակերպվեց հանրային իրադարձություն Մոնթեի հիշատակին, տեղի ունեցավ ինչ-որ բան, որը ցնցեց բոլորին։
Հին զինվոր Արթուր Պապյանը, ով 19-րդ թվականներին արդեն 70 տարեկան էր, բարձրացավ բեմ եւ ասաց. «Ես ուզում եմ խոստովանել ինչ-որ բան, որը պահել եմ 29 տարի։ 1909-3-րդ թվականի հունիսի սկզբին ինձ մոտեցավ մի մարդ Ստեփանակերտից եւ խնդրեց ասել, թե երբ Մոնթեն պլանավորում է գնալ Մարտակերտ։ Ես մտածեցի, որ դա սովորական հարց է եւ պատասխանեցի։ 2 շաբաթ անց Մոնթեն մեռավ եւ ես հասկացա, որ իմ պատասխանը հնարավոր է օգտագործվել նրան սպանելու համար։ Ես ապրել եմ այդ մեղքով ամբողջ կյանքս եւ այժմ, երբ մահանում եմ, ես ուզում եմ ճշմարտությունը ասել։ Հանդիսատեսները լռեցին եւ Արթուրը շարունակեց. Այդ մարդը չի եղել ադրբեջանցի լրտես։ Նա հայ էր, բարձր պաշտոնյա եւ նա ուներ շահ Մոնթեի մահից։ Ես չեմ ասի նրա անունը, քանի որ նա արդեն մեռած է, բայց ես ուզում եմ, որ բոլորը իմանան, Մոնթեն դավաճանվեց ոչ միայն թշնամու կողմից, այլև մեր կողմից։ Արթուրը իջավ բեմից եւ 1 շաբաթ անց մահացավ սրտի կաթվածից։ Նրա խոստովանությունը մնաց վերջին կտորը այն հանելուկի, որը երբեք լիովին չլուծվեց։ Երբ հետազոտողները վերլուծեցին Մոնթեի վերջին օրերի ամբողջ փաստաթղթերը, նրանք բացահայտեցին մի օրացույց, որտեղ Մոնթեն նշել էր հունիսի 15-ը որպես վճռորոշ օպերացիայի օր։ Նա պլանավորում էր մեծ հարձակում Մարտակերտի ուղղությամբ, որը կփոխեր ամբողջ ռազմաճակատային իրավիճակը։ Բայց հունիսի 12-ին, երբ նա գնում էր վերջնականացնել պլանները, նրա կյանքը ավարտվեց։ Հետազոտողները հարցրին. արդյոք ինչ-որ մեկը գիտեր այդ օպերացիայի մասին եւ որոշեց կանխել այն, վերացնելով Մոնթեին։ Եթե այդպես է, ապա դավաճանը եղել է ոչ թե պարզապես գումարի համար աշխատող լրտես, այլ մեկը, ով ուներ ռազմավարական շահ խափանելու Մոնթեի օպերացիան։ Բայց ով կարող էր ունենալ այդ շահը։ Արդյոք դա ադրբեջանական հրամանատարությունն էր, թե հայկական կողմից մեկը, ով վախենում էր, որ Մոնթեի հաջողությունը կխզեր նրա սեփական իշխանությունը։ Մոնթե Մելքոնյանի մահից հետո նրա ընտանիքը, մայր Զաբել Մելքոնյանը եւ եղբայր Մարգար Մելքոնյանը, փորձեցին հասկանալ ինչու եղավ այդպես։ Զաբելը, ով կորցրեց իր որդուն 36 տարեկանում, երբեք չդադարեց հարցնել, ով էր իսկապես պատասխանատու նրա մահվան համար։ Նա ասաց. Մոնթեն մարտնչեց ազնիվ պատերազմ, բայց նրան սպանեցին դավաճանությամբ։ Ես ուզում եմ իմանալ, ով էր այդ դավաճանը։ Բայց պատասխանը երբեք չեկավ։ Մարգարը գրեց գիրք իր եղբոր մասին, Իմ եղբոր ուղին, որտեղ նա պատմեց Մոնթեի կյանքի բոլոր մանրամասները, բայց նույնիսկ նա չկարողացավ պատասխանել գլխավոր հարցին. ով դավաճանեց Մոնթեին։ Նա միայն գրեց. Իմ եղբայրը հավատաց, որ արդարությունը կհաղթի, բայց նա չտեսավ, որ անարդարությունը երբեմն թաքնված է մեր սեփական շարքերում։ Մոնթեի սեփական զինվորները, ովքեր տարիներ անց հավաքվում էին նրա հիշատակին, պատմում էին տարբեր պատմություններ։ Մեկը ասաց. Մոնթեն փրկեց իմ կյանքը, երբ պատժեց ինձ հարբելու համար։ Եթե նա չպատժեր, ես կմեռնեի հաջորդ գիշեր հարբած դիրքում։ Մեկ ուրիշը ասաց. Մոնթեն սովորեցրեց ինձ, որ պատերազմը ոչ թե թալանի հնարավորություն է, այլ պարտականություն պաշտպանել այն, ինչ սիրում ենք։ Բայց մի փոքր խումբ զինվորներ, ովքեր երբեք չներեցին Մոնթեի խստությունը, մնացին լուռ եւ երբեք չեկան հուշարձանի մոտ։ Նրանք հավատում էին, որ Մոնթեն չափազանց դաժան էր եւ որ նրա մահը եղավ նաեւ նրա սեփական մեթոդների հետևանքը, քանի որ նա ստեղծել էր ատելություն նույնիսկ իր շարքերում։ Հայաստանը եւ Արցախը փոխվեցին Մոնթեի մահից հետո։ Ռազմաճակատում կարգապահությունը դարձավ ավելի ճկուն, զինվորներին թույլ տվեցին ավելի շատ ազատություններ, եւ թալանը դարձավ ընդունված պրակտիկա որոշ շրջաններում։ Վետերանները, ովքեր ծառայել էին Մոնթեի հետ, տեսան այդ փոփոխությունները եւ ասացին. Մոնթեն փորձեց կառուցել բանակ հիմնված բարոյականության վրա, բայց նրա մահից հետո մենք վերադարձանք հին քաոսին։ Բայց երկիրը շարունակեց գոյատևել, եւ Արցախը մնաց ազատ մինչեւ 2020 թվականը, երբ նոր պատերազմը վերածեց ամեն ինչ աղետի։ Շատերը հարցրին. արդյոք եթե Մոնթեն ապրեր, նա կփոխեր պատմությունը, թե ամեն ինչ կլիներ նույնը։ Բայց գլխավոր հարցը մնում է անպատասխան. ով իսկապես կանգնած էր Մոնթե Մելքոնյանի մահվան ետևում։ Արդյոք դա միայն ադրբեջանական դիպուկահարներն էին, թե ինչ-որ մեկը հայկական կողմից նույնպես օգտվեց այդ պահից։ Արդյոք կա դեռևս ապրող մարդ, ով գիտի ամբողջ ճշմարտությունը, բայց լռում է, քանի որ գիտի, ճշմարտությունը կարող է ոչնչացնել իշխանությունների կառույցները։ Եվ ամենակարևորը, արդյոք մենք երբևէ կիմանանք, թե ով էր այդ վերջնական դավաճանը, ով վաճառեց Մոնթե Մելքոնյանին նրա մահվան օրը, թե այդ գաղտնիքը կմնա թաղված այնտեղ,
Մեծ Հովերի ձորում, որտեղ հայկական պատմության ամենաերկաթյա հրամանատարը իջավ իր վերջին մարտադաշտ։